Ասում եք հաջորդ վարչապետը լինելու է Սամվել Կարապետյանը։ Այսօր ունենք մի պատկեր, որ հաջորդ վարչապետը Սամվել Կարապետյանը չէ։ Բա ով է։ Հաջորդել է Սամվել Կարապետյանն ալելու։ Բա ալելու։ Այս 31 Նիկոլը մնացել է, որովհետև, չէ՞, 31, ով ասի 30։ Նիկոլը մնացել է, որովհետև ապօրինի իշխանությունը զավթել է։ Սեստեն հենց հաջորդելու է Սամվել։ Մենք մեծ ակնկալիք ունեինք, որ Սամվել Կարապետյանը վարչապետ կներ այո, ընտրություններից հետո։ Բայց չեղավ։ Ընդ որում ինչի՞ց ունենք այդ ակնխո, մենք գեյ չէինք։ Մենք տեսնում էինք, մենք հասարակության հետ, իսկի բանը Արման Բաբաջանյանը չէր ասում հաջորդ վարչապետը ես եմ ելնելու, չէ՞։ Ինքն էլ գեշ չէր, ինքն էլ էր հասկանում, որ ինքը այս ընտրությունների մասնակցելով վարչապետ չի ելնելու։ Ինքը ասում էր մենք գալիս ենք ոչ թե իշխանությանը փոխենք, այլ ընդդիմությանը փոխենք, չէ՞։ Որովհետև հասկանում էր, չնայած դա լավ չէր հասկացել, էլի, որովհետև մի տոկոսանոց տեսփան պիտի չասի, էլի, մեկ կար, նիսկի չգիտեմ։ Կարծում եմ չէ։ Չպիտի ոնց ստիլել։ Բայց մենք տեսնում ենք մարդիկ էլ են, չէ, վստահ ասում են, սրանք սուտ չեն, տենում են այդ հանրահավաքները, մեր հանդիպումները, անverջ ամեն մեկն իր շրջապատում մարդիկ ունի, խոսում են, ասում են, հնարավոր է որ։ Իսկ մեզնից գողացվել է այս ընտրությունը։ Մենք ունենք այո այդ վստահությունը, եւ այդ վստահությունը պատրանք չէր, այդ վստահությունը ոնց չէր, այտենց երազանք չէր, օթի մեջ չէր, հնարած չէր, դա կար, այդ իրական էր։ Հիմա որ ապօրինությունն է տեղ ունեցել, զանգվածաբար խախտումներ են եղել, գողացվել է իշխանությունը, մեր ժողովրդի մեր քվեն գողացվել է։ Մենք ինչա պիտի ես օրինակ չեմ հաշտում այդ իրականության հետ, շարունակում ենք պայքար, այո, կպայքարենք եւ հաջորդ վարչապետը կլինի Սամվել Կարապետյանը։ Դա պետք է լինի հնարավորինս շուտ։